ԵԱՏՄ երկրների վերջին խիստ հայտարարությունից հետո, այն է ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել Հայաստանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, պետք է որոշել Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ երկիր, թե ոչ։ Իմ գնահատմամբ, եթե այս հարցի պատասխանը այո է, ուրեմն Եվրասիական տնտեսական միությունը հայտարարում է ինքնալուծարման մասին։ Եվ մենք պետքա ստեղից արդեն հետևություններ անենք, էլի եմ ասում։ Հիմա հարցը շատ հստակ պետքա լինի պատասխան, կա թե չկա։ Եթե կա, մենք կդիրքավորվենք, եթե չկա, էլ դիրքավորվելու կարիք էլ առանձնապես չի առաջանում։ Մայիսի վերջին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ Երևանին հորդորել էին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել։ Կառավարությունը 1 տարով երկարաձգել է ինտենսիվ այգիներ շահագործողների վարկի մարման ժամկետը, որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Այս նպատակով շահառուն մինչև սեպտեմբերի 1-ը պետք է դիմի բանկին եւ ներկայացնի համապատասխան փաստաթղթեր։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության նիստում նշել է, որ այս որոշման ընդունումը պայմանավորված է դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումների հետևանքների մեղմացմամբ։ Ինտենսիվ այգիգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակում նախարարության կողմից սահմանված կարգով մինչև 2026 թվականը իրականացված մոնիտորինգի արդյունքների հիման վրա այգիներում իրականացրած այն շահառուները, որոնց վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը լրացել է արդեն իսկ կամ կլրանա 2027 թվականի հուլիսի 31-ը մինչև ֆինանսական կառույցի կողմից վարկի մարման ժամկետը երկարաձգվի 1 տարի ժամկետով եւ տրամադրվի 1 տարի ժամկետով վարկի մայր գումարի լրացուցիչ արտոնյալ ժամկետ։ Երեկ երեկոյան երրորդ անգամ Արցախի դրոշը հեռացնելուց հետո այն վերականգնելու փորձի ժամանակ բերման են ենթարկվել Հայ հեղափոխական դաշնակցության Հայ երիտասարդների միության 2 անդամներ։ Միությունը հայտարարություն է տարածել կատարվածը որակելով ապօրինի քայլ եւ պայքար հայկական հիշողության դեմ։ Մեջբերում 3 օր է Երևանի քաղաքապետարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է 2022 թվականին այդտեղ քաղաքացիների տեղադրած Արցախի դրոշը։ Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդների միության անդամները բոլոր դեպքերում անմիջապես վերականգնել են դրոշը։ Երեկ երեկոյան երրորդ անգամ վերականգնելու փորձի ժամանակ ապօրինի բերման են ենթարկվել Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդների միության 2 անդամներ։ Մեջբերման ավարտը։ Մի տարի առաջ հիմնադրեցինք մեր ձեւ շարժումը, ունեինք ընդամենը մի քանի տարի։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարը զբաղեցնող Նարեկ Կարապետյանը տեսաուղերձով հայտնել է, որ ուրբաթ ժամը 13-ին հանդիպելու են իրենց ուժին ձայն տված մարդկանց հետ Տաշիր արենայում։ Ուրբաթ օրը ժամը 1-ին ցանկանում եմ հանդիպում կազմակերպել մեր ուժի համար ձայն տված մեր հայրենակիցների հետ, որպեսզի իրար հետ մի քանի բան որոշենք։ Չվերցնել մանդատն է ճիշտ, թե վերցնել։ Ճանապարհները պայքարի ճանապարհների քննարկումը իհարկե օրենքի շրջանակներում եւ դրանից հետո էլ կարծում եմ որ կլինի շատ էմոցիոնալ, շատ հախուռն եւ հետաքրքիր քննարկում, հարց ու պատասխան եւ տեղեկատվական առումով նաեւ որակյալ եւ դրանից հետո ես եւ մեր ընկերները կշարժվենք համանդրական դատարան, որպեսզի պաշտպանենք, քանի որ այդ օրը նիստ է լինելու ընտրությունների կեղծիքների դեմ, որպեսզի պաշտպանենք մեր հայրենակիցների ձայները։ Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վենեսուելայում։ Մայրաքաղաք Կարակասում ուժգնությունը կազմել է 7.1 բալ, փլուզվել են բազմաթիվ շենքեր։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով երկրաշարժի նախնական ուժգնությունը կազմել է 7.5 մագնիտուդ։ Էպիկենտրոնը եղել է ոչ թե Վենեսուելան, այլ մոտակա այլ երկիր, թե որ երկիրը դեռևս հայտնի չէ։ Ալիքի ուժգնությունը ընդամենը 40 վայրկյան անց հասել է Կարակաս։ Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը արտակարգ դրություն է հայտարարել։ Զոհերի թիվը դեռ 40 է, սակայն կարող է հասնել մինչև 100,000-ի։ Կարակասի Մայկետի ամիջազգային օդանավակայանը ժամանակավորապես փակվել է ենթակառուցվածքների լուրջ վնասման, տերմինալի տանիքի մասնակի փլուզման եւ հոսանքազրկման պատճառով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հանձնարարությամբ արագ արձագանքման հանձնաժողով է ստեղծվել Վենեսուելա արագ օգնություն հասցնելու նպատակով։ Այսպիսի ուժգին երկրաշարժ Վենեսուելան եւ տարածաշրջանը վերջին տասնամյակում չէին տեսել։
Ճապոնիայում 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով վիրավորվել է 4 մարդ, փլուզվել բազմաթիվ շենքեր։ Էպիկենտրոնը եղել է Հաշիկամի քաղաքը, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.2 բալ։ Ցունամիի մասին նախազգուշացում դեռ չի տրվել։ Թույլ ցնցումներ են զգացվել նաև մայրաքաղաք Տոկիոյում։ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Պոլտովսկայա կայարանի նավթաբազայում հրդեհ է բռնկվել ուկրաինական ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով։ Տուժածներ չկան, դեպքի վայրում աշխատում են արտակարգ եւ օպերատիվ ծառայությունների մասնագետները։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ուֆայում գտնվող Բաշնեֆտ նավթավերամշակման գործարանների համալիրին։ Հարձակման հետևանքով պայթյուններ են լսվել, գրանցվել է խոշոր հրդեհ, վնասվել են գործարանի առաջնային վերամշակման ենթակառուցվածքները։